սարսափելի երեք լսում եմ հերոստատեսության մեջ չեմ հասկանում դա մարտեյակ է, դա ով է, դա ինչացու է տականն է բիժվածքը։ Ի վերջո դա ինչ է նշանակում։ Եվ նորից կրկնում նախ ընտրությունների մասին։ Ընտրությունները դե բնականաբար նրանք ասում են, որ դուք կաշառքով եք։ Տականք, մի ամբողջ տարի կաշառքով նախարարներս, մարզպետներ, նախարարներ, բոլորին կաշառում ես այդպես։ Այդ ինչու է 7 միլիոն, 10 միլիոն, 8 միլիոն, սրա նրան կաշառք է տալի այդ օրվա համար։ Դա հենց կաշառք է այդ օրվա համար, որպեսզի սրանք այսօր ծառայեն քեզ նման ապուշին, իրենց ապուշ հալով։ Տիկին դատախազ, դու գիտես ինչ ես նման, դու նման ես ընդամենը բրազիլիական սերիալներից մեկի Ստրկուհի Իզաուրայի կարգավիճակին։ Այս հիմարի խելքին ընկած ինչ որ լինում է դատախազությունը ոչ մի բան չի ուզում ընդհանրապես անել հանուն ժողովրդի, ամեն ինչ անում ես ընդդեմ ժողովրդի։ Այս հիմարի խելքին ոչ միայն դու ես ընկած, ամբողջ քպական աղբակույտը, դուք բոլորը տնկած եք այս հիմարի խելքին և քանդում եք։ Նաև սրանից հետո ես շատ ուրախացա, որ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասում են, որ ռուսները դրանք նույն թուրքերն են միայն սպիտակամորթ։ Դրանց թվում էր Գուրգեն Սիմոնյանը, 2 տարի, 3 տարի է նա ամբողջ առաջալիքով արդեն բոլոր դեպքերում, ոչ նախնիներ, ոչ ներկաներ, այ հիմար։ Եթե նախնիներ չկա, ուրեմն պատմություն մոռանում ենք բոլորովին, հա? Դա կարելի է մոռանալ, առանց նախնի ոնց ենք անում դա ինչպես է լինում, դա ինչպես պետք է լինի, դու ասում ես թե ոչ նա, ոչ նա, ոչ նա, դա այդպես չի լինում, լավ եղավ որ պարտվեցիր, շատ լավ, այ այդպես, բա, հենց, երկրորդ, նաև մի հատ հաղորդում է գնում, ես Դավիթն եմ Վահագնի որդին, ես տենում եմ, որ նրա հարցազրույցները բոլորը իրոնիայով, իմիջայլոց, Ռուսաստանի մասին, շատ վատ կարծիքի և այլ և այլ է։ Իմացած եղեք, նորից կրկնում եմ, էլ եմ ասել, իմացած եղեք, որ այս մեր պետության, մենք բոլոր դեպքերում մեզ օգնության ձեռք մեկնողը դա Ռուսաստանն է։ Եվ ի վերջո Պուտինը հո հիմար մարդ չէ։ Ինչու՞ նա պետք է քեզ նման, ձեզ նման հիմարների այդ ամբողջ խանգարած, խաթարած ընտրությունները նա ընդունի որպես շատ լավ, չգիտեմ ոնց եւ այլ։ Իսկ դու այ քաչալ կլեպ Հովակիմյան, ինչ գրող ես, չխմբի բուհի ուսանող, չխմբի ստից մտից տենց զորով, այդ հենց վախենալով էլ տակըտ խոնավացնելու, տակըտ շռելու ես դու, որովհետև էլի Նիկոլը պրծնելու, բայց դու չես պրծնելու, և դուք, ովքեր ընտրական այդ հանձնաժողովի մեջ եք եղել, որ այդ ձայների հաշվարկները, դո ապուշան ասում, դու չես իմանում, որ գիշերվա ժամը 2-ին չեն քվյարկում ընդհանուր, չեն ամփոփվում, դա չգիտես դա, նախնենից արդեն են մի ընտրություններից, ոնց որ ասած, այդ համը տվելա բերանըտ, այդ ինչքան փող ես վերցել, որ հիմել, վերցրեք այդպես, վերցրեք, դա լինելու է ձեր փոսը, դա ձեր այդ բալոտայի մեջ է կնգնել դու, այդպես այդ փողերով հանդերձ դուք բալոտայի չեք կարողանալու դուրս գաք։ Ինչու էր Հաջիևը եկել Հայաստան։ Հաջիևը ինչու էր եկել։ Այո, Հաջիևը եկել էր Հայաստան, որպեսզի օր առաջ, ժամ առաջ, այն հիմար Գրիգորյանի հետ միասին նրանք բան են անում, որպեսզի մնացած այդ ամեն մնացած հողերա, դեսա, դենա, չգիտեմ, այդ 300,000 մարդկանց բերելնա, տանելնա, չգիտեմ։ Փաշինյան, չես կարողանալու ժամանadrություն փոխես, չես կարողանալու, պարոն Թափթփուկ, չես կարողանալու։
Այդ որ եկել են համը բերաններն ատվել, հիմել արդեն սևանը վերցնեմ, ոչ մի դեպքում դա չի լինելու։ Դուք այս բոլորն անում եք, որպեսզի Քոչարյանի անունը արատավորող ամեն ինչ։ Հոկտեմբերի 27-ը գցեցիք Քոչարյանի վրա, մարտի 1-ը գցեցիք Քոչարյանի։ Հիշեք մի կարևոր բան, քամի ժայռից ոչինչ չի կարող փոխել, ժայռը դա Ռոբերտ Քոչարյանն է, իրեն այդ համախոհ ընկերների հետ միասին, ովքեր որ ցանկանում են հայրենասեր են եւ ցանկանում են որպեսզի հայրենիքը դուրս բերեն այս վիճակից։ Եթե դուք վախենում եք Արցախ բառն ասեք, դուք ինչ մարդ եք այդ տաղանքներ, դուք մարդ եք Արցախ բառը ասեմ, ես Ռուսաստանի վրա մեծ հույսեր եմ դնում եւ եթե դուք այնքան եք զրպարտել ժողովրդին դեպի ռուսների նկատմամբ այսպես ատելությամբ եք դրանց ուղղորդել, բայց բոլոր դեպքերում դա չի լինի։ Պուտինին դրել եք ինչ որ անբարոյական հարց յուղի մեջ։ Այս շակալներ։ Պուտինը էսա պարտված է, շուտով պարտվելը, չի պարտվելու եւ իմացած եղեք, որ մենք բոլորս այդ բանով պետք է գնամ։ Եվ ձեզ վախեցնում է նաեւ, որ շուտով պատերազմը կլինի, եթե ինչ չընտրեք, պատերազմը լինելու է եւ այլն։ Դրա համար ես ունեմ եւս մի հեքիաթ։ Ուրեմն մի թագավոր ուզում է, որ ազատագրվել իրեն վեզիրներից մեկին։ Շատ մոտ են լինում եւ չի կարողանում նրան ասի, որ չեմ ուզում, որ ես հետ աշխատեմ։ Նա նրան մի հատ պարտականություն է տալիս, ասում է, որ գիտես ինչ կա, ես քեզ կտամ մի հատ գառը, օրը 3 անգամ այդ գառին ես պետք է գամ եւ կշռեմ, նա պետք է նույն կշտերը լինի։ Ես վեզիրը ասում է, դա ոնց կա, դա հնարավոր բան չէ, ոնց կարող է դա լինել։ Եվ ստիպված աշխարհման է գալի այս մարդը, տեսնի մի խելոք մարդու գտնի, ասի, դա հնարավոր է, որ դրանից ես կարողանամ ազատագրվել, ինչ որ մի ելք կարող է լինել, թե ոչ։ Այս մարդը գնում է եւ մի գյուղում, տեսնում է գյուղի ծայրին, մի նորակառույց տուն, մի հատ մեծ կին ինձ նման, այդ ուրեմն դասգահը դրած գորգ է գործում, երեխային օրորոցի վրա արդեն այդ օրորոցի վրա է քնած մի երեխա, այդ երեխային որպեսզի օրորի, թելը կապած է օրորոցից, իսկ թելի ծայրը իրեն ոտքին, որպեսզի եթե երեխան լացի, ոտք այսպես շարժի եւ կարողանա։ Եվ աղուն է փռած, ցորենի աղունը փռած է, մի ճիպոտ էլ կողքին, որպեսզի ծտերին քշի։ Այս տղան հերվից տեսնում է, որ ասում է, այս կինը եթե այս 3 գործողությունները կատարում, սրան հյունար կունենա, սրան խելք կունենա։ Մոտիկան ասում է, բարև մայրիկ, ասում է, բարև, հանում է մի հատ տասանոց ոսկի, դնում է այդ դասգահի վրա, գորգի վրա, ասում է, շնորհավոր լինելի, ոնց որ ասած, տղա ջան, ասում է, բա ով ես, ինչ ես ցավդ տանեմ, արի, ասում է, դու մտի հաց սարքեմ հացկե։ Ասում է, մայրիկ, շատ ծանր է վիճակս, ասում է, ինչ է ծանրությունը։ Ասում է, սենց թագավորն այսպիսի մի բան է ասել, ես չեմ կարողանում, որպեսզի դրա ելք, վայ, քո տունը թշումվի, ասում է, դրանից հեչ բան չկա, արի հասկիր կասեմ։ Եվ երբ որ ասում է, տղա ջան, դե երևացող տղա ես, ընկերներ կունենաս, որոնք որսանողներ կլինեն, կասես թող մի հատ գայլի ճուտ կբռնեն, այդ գայլի ճուտը կգցես մի վանդակի մեջ, գառն էլ դիմացը մի վանդակի մեջ, գառին ամեն օր ջուրը կտաս, կերակրես, նույն եւ երբ որ արդեն թագավորի, որ պետք է գա, արդեն թագավորը կշռի գառը, դու դիմացի վանդակից գայլի ճուտին ցույց ես տալի, գառը տեսնի, հենց տեսնում է ամեն ինչ թափվում է, եւ նա գալիս է նույն կշռին։ Վերջ 1 օր, 2 օր, 3 օր թագավորն ասում է, սա ինչ բան է, ասում է վերջո որ դա է, պատճառը դա է։ Հիմա այս անասունը, այս տականքը մեզ վախեցնում է այդ պատերազմը կլինի։ Պատերազմը կլինի, դա քեզ համար է պատերազմը լինելու։
պատերազմը լինելով որպեսզի քեզանից ազատագրվենք ի վերջո։ Պատերազմից էլ մենք չենք վախենում։ Թող լինի, եթե կլինի էլ ինչքան որ զոհեր տվել են, թող նրանց մատաղ լինեն մնացածները։ Այնուամենայնիվ մենք պետք է հաղթանակենք։ Այդ վերսիան էլ քո մոտ չի անցնում բոլոր դեպքերում, դա այդ տեսակետն է, որ խապեցիր, խապելով ասում ես, այդ սա կլինի, նա կլինի։ Արցախը հետ է վերադարձվելու, Ռուսաստանը պետք է հաղթի, արդեն իսկ հաղթած է, որովհետև Ռուսաստանն էլ քեզ նման մի հիմարի բանում, ընդհանրապես արևմուտքը այդ նա գտնում է այնպիսի հիմարների, որոնց խելքը տեղը չի, դա Սաակաշվիլին է եղել, դա հիմա Զելենսկին է և դա դու ես։ Նրանք գլուխներս շոյում են, արխային փողը վերցնում, տալիս են բանին, ուկրաինացիներին, բայց ոչ մի բան, ինչպես տեսակ քանի փաթեթներ եղան Ռուսաստանի վրա, բայց նրանց համար դա արժեք չունի, որովհետև այդ տեսակետը, այդ փուչ, այդ ոնց որ ասած ռուսին նիկլեիցը, դա չի լինում արդեն, որ ինչ որ դուք ուզեք դա լինի եւ այլ։ Հիմա մեր ժողովուրդը, իմ սիրելիներ, ամեն օր ճամփ եմ պահում, սպասում եմ սիրելի Քոչարյան, սիրելի Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, բոլորդ միանում եք, կարծում եմ, որ նաև մի քանի ուժեր արդեն ոնց որ խելքները գլուխն է եկել, որ ձեզ հետ են միանում և կլինի ինչպես որ կլինի հեղափոխություն, կլինի նոր ազգային ազատագրական պայքար, մենք կանգնած ենք, կլինի նոր ընտրություններ, իմացած եղեք, որ նոր թափով են գնալու, որովհետև այն մարդիկ, որ երկու անգամ քաշվել են, կոպիտ ասած, նորից գնացել են և ընտրել նրանց։ Խոսքս վերաբերում է հիմնականում հոկտեմբերյանի շրջանի բնակչության մեծ մասին։ Դե հիմա գնացեք կռացեք այդպես։ Դե հիմա տեսեք, թե ձեր ապրանքը ոնց են տանում Եվրոպա։ Գնացեք և ընտրեք։ Դրանցից վերջերս մեկի հարցեցի, ասի աղջիկում եք ընտրել։ Բա, խուչես իմանում, ում ասացիք, Փաշինյանին, բլում ընտրեմ ասմա, բա մեր թոշակը բարձացեց, 10,000 բարձացեց, գնացի ասմա աչքերս վիրահատել տվեցի։ Դու ասացի պետք է քո աչքերը ընդհանրապես հենց կորոնավոր և կան մարդիկ, որ ասմա թե ասել է երկու երեխաներս թող գա թուրքը կոտորի, բայց ես Նիկոլին եմ ընտրելու։ Հիմարների հավաքատու դարավ արդեն Հայաստանը, ես ինչ բաշիբոզուկներ դարան տո, ես չեմ հասկանում, խնդրում եմ սիրելիներս, շատ եմ խնդրում, նորից ոտքի կանգնել, ես գյուղի շատ բնակիչներ անաղուհաց են դարձել, շատ անաղուհաց, տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը 1 միլիոնից ավել բետոնե սյուներ տվեց հոկտեմբերյանի ժողովրդին, նույն չափ էլ պարկերով պարարտանյութ, նույն չափ էլ այդ պրովոլկանները, որպեսզի խաղի այգիները, ոնց որ ասած, ուղեն դզեն, որտեղ շատ դժվար է դրանց թաղումը և բացումը, այգև թաղի, այգև բացի, այդ բանը շատ։ Սակայն գնացին դրանից հետո նորից իրենց ուզածներին, լավ անում, ես հիշում եմ տարիներ առաջ Արտաշատի գյուղերից մեկի գյուղում ասֆալտ էին արել, Փաշինյանն այնտեղ էր, մի գյուղացի կին, իրեն աղջիկը հարցները կողքին կանգնած, ձեռքս ես մեկնում է ասմա, Փաշինյան ասմա, գյուղը քեզ փեշ-քեշ, այդ թափ-թփուկ, դու հասկանում ես դա ինչ նշանակում, գյուղը քեզ փեշ-քեշ ասիկը, քո աղջիկներն ու հարցներն էլ դան ենթակա, չգիտեմ ինչ պետք է, ինչ ուզում ես արա, միայն թե քեզ ամոթ է, անհարմար զգացեք, լավ եք անում, հիմա տենց ովքեր որ գյուղացիներ, խոսքը վերաբերում է ձեզ, ովքեր որ գնացիք և ընտրեցիք շատ լավ եղավ, այդպես տապալվելու եք, հենց տապալվելու եք և հիշեք նորից,
ընտրություններ կլինի հավանաբար եւ արդեն իմացեք թե ում եք ընտրում։ Այնպես որ իմացած եղեք, որ ամեն ինչ ռուս ժողովրդի ձեռքին է, որտեղ նա է մեր բարեկամը, նա պետք է մեզ օգնի, թե չէ ինչ մնում է որ մեղրի մի չանցք, չգիտեմ Թրամփի մի չանցք, ինչ ցավ ու գրո։ Այդ Եվրոպան էլ հիմա ձեզ բանը տեղ չիտնա։ Եվրոպան հենց նա օգնության կարիք ունի, օգնության կարիք, որովհետև դա այն Եվրոպան չէ, դա այն պահպանողական Եվրոպան չէ, այն հին եւ բարի որ օրեր են ունեցել։ Մեր գինիները կուղարկեն, ով այդ ձեր գինին բանանում, Տոսկանայի այդ գինների գինին Իտալիայում ձերանից պակաս չէ, դեր շատ ավել է, ոչ դա էլ չի լինել, ձեզ փրկություն չկա, ձեր փրկությունն այն է, որպեսզի միահամուռ ուժերով կարողանանք այս թափթփուկից ազատագրվել, հա, այն Վահագն Հարությունյանը, Հայրապետյանը, Հովանեսյանը, որ ատում եմ նրան այդ տականք այդ քաչալ թափթփուկի, հա, ելույթներ լսում եմ իհարկե, շատ եմ լսում, եւ այդ ելույթները ոգեշնչող ունենք դե, հանրայինի երկրորդ ալիքով ես տեսնում եմ, որ ինչպիսի մարդիկ եւ ոգեշնչող, ոգևորող, շատ ամեն ինչ տեղը տեղին, հա, ում ուզում ես, եթե դու 700 հոգու նույն օրը կալանավորել ես, դա հենց ձեր մասին է, որ դուք արդեն կործանման եւ նույն է, այժմ ոգևորված ենք բոլորս, ոգևորված ենք ամբողջ մնացությունը եւ նորից իհարկե փողոցում մարդկանց հետ զրույց ունեն եւ այլ, նրանք էլ ասում են, որ ճիշտ կլինի, որ նորից ընտրություններ լինեն, դե եթե մեզ լսում եք եւ դա լավ տարբերակ է, ուրեմն լավ կլինի, որ դա լինի, հա, շնորհակալություն, սիրելիներս։